Ջրի Արտավսկի հետքերով նորակառույց շենքը, չորրորդ հարկում ենք բազմահարկա, այսպես արտահայտվել է ու կղզիացած ամբողջովին, այսինքն ասենց արտահայտված խոնավաչափով գերխոնավ հատվածները խորում ենք սենց հարևանի տան մեջով, էլի սենց ամբողջովին թրջած է, խոնավաչափով հատակն ու պատերը մոտարապես մինչև 30 սանտի գերթած են, բաղանիքում վիճակը սա է, այսինքն այստեղ սալիկի անարմետիկություն բազում էին, այսինքն պատճառները, այսպես խոշոր անցքեր, որոշել է արդեն ասնեջ ճշումներ տալուն, որպեսզի հասկանայի խողովակների հերմետիկությունը, այսինքն մեխացաններ ենք ունեցել դրանց, ոչ մի ձևով փաթեթավորաշի, այսինքն պրակլատկեն բացակայումը, կամերայով մտել եմ ներսը, տակ ամբողջովին գերխոնավ էր, այսինքն սա արդեն կարող ինքնին պատճառ լիներ, հոսքի հասկանանք, կարծում եմ այստեղ խնդիրները բազում են լինելու, ճշմարտ խողովակները տվյալ բնակարանում հերմետիկ են, ուրեմն այստեղ լողախցիկը օգտագործելու ժամանակ, այսինքն լողախցիկից ջուրը դուրս է գալի, սալիկը խիստ անհերմետիկ է, այսինքն էսի սա մեր արդեն ջուրնա, որ հոսում է, ու սա արդեն կապելի տակի կարդ է, որը տարածական տալիս է, այս հատվածում ամբողջովին սալիկները անհերմետիկ են, խիստ անհերմետիկություններ կան, անգամ տեղ-տեղ այդ զատետան բացակայում է, տվյալ հասցեում ամեն դեպքում սալիկի անհերմետիկության հարցերը պետք է լուծեն, այսինքն նպատակահարմար չեմ գտնում աշխատանքները շարունակեմ, փոյուղու գծեր ստուգեմ եւ այլն, քանի որ սալիկի անհերմետիկության պատճառով այս ամենը կարող տեղի ունենար, այսինքն ներծծեր ու հենց տարածվեր, այնպես որ նախ եւ առաջ բادیատուր ստիպված է լինելու այս ամբողջ պրիբորները քանդի, որպեսզի կարողանա սալիկը հերմետիկացնի, իսկ հակառակ կողմից ստիպված են լինելու պատի մեջ դեպի մոնոլիթ անցք բացեն մոտարապես 10-10-ի վրա, որպեսզի տամպոններով, այսինքն զուգանի թղթով կամ ինչ-որ ներծծող այլ ինչ-որ նյութերով կարողանան խոնավությունը կլանեն քաշեն, որպեսզի հասկանան, որ խնդիրը վերացավ, խնդիրը միայն այսինքն սալիկի անհերմետիկությունն էր, քանի որ շենքում արդեն 4-րդ անգամ եմ, շենքը շախտային պրոբլեմներ անընդհատ ունենում, հնարավոր է նաև ինչ-որ չափ շախտայի մեջ լինի խնդիրներ, պրոյեկտը շենքում բացակայում է, չեմ կարող հասկանամ շախտ որտեղից մտնեմ, տեղեկություն չունեն, այս վիճակն է։